գնում ենք հոկտեմբեր։ Ասեմ սիրելի հետևորդներ, որ մոլորակային դիրքավորներ բավականին բարի նպաստ են, գիտեք, հոկտեմբերին այնքան դրական օրեր ունենք, ես կներկայացնեմ ժամանակի ընթացքում, դուք գրի կառնեք, որպեսզի օգտագործեք մոլորակներից բխող դրական էներգիաները։ Սիրելի հետևորդներ, եկեք այսպես բլից անցում կատարենք հոկտեմբերի կարևոր օրերը, որոնք շատ կարևոր են։ Հոկտեմբերի 2-ը եւ 3-ը լուսինը ջրհոսի կենդանակերպում եւ նաեւ 10-ը 11-ը երկորակի կենդանակերպում, դրանք բացառիկ դրական օրեր են, որոնք կօգնեն այն մարդկանց, որոնք պարբերաբար աշխատում են ինֆորմացիայի, տեղեկատվության, համացանցի, դրանք բլոգերներն են, դրանք IT ոլորտի աշխատակիցներ են, լրատվության, պարոն Ղուշյան, ձեզ համար են, եթե որոշակի ծրագրեր ունեք, որոնք ուզեք մեկնարկեք, մանավանդ խավարումից հետո, արևի խավարումը դա նաև նորալուսին էր, էներգիան առաջ է գնալու եւ դուք հնարավորություն ունեք այդ էներգիաները օգտագործելու։ Փաստորեն, երկորակ կենդանակերպում դա 10-ին 11-ին եւ ամսի 2-ին եւ 3-ին ջրհոսի կենդանակերպում գնացեք առաջ, նոր ծրագրեր մշակեք, գովազդներ դրեք, համախոհների, ընկերների, գաղափարակիցների հետ հանդիպեք, ձեր ապագա պլանները ներկայացրեք, այսպես ոչ սովորական մեթոդներ, միջոցներ օգտագործեք ձեր մտքերը առաջ տալու։ Այդ օրը դին գենիալնեսցի։ Այո, ջրհոսը հենց այդ կենդանակերպն է, կարող է աստվածային մտքեր գան, տիեզերքից կարող են այնպիսի մտքեր գան, այնպիսի ծրագրեր գան, որ դուք ուղղակի չկարողանաք դրանք չհավաքագրել, հետաքրքիր օրեր են, նրանք, ովքեր զբաղվում են ինտելեկտուալ աշխատանքով, ովքեր աստղաբանությամբ են զբաղվում, բառացիորեն այդ օրերը ինտելեկտուալ կրթություն ստանալու համար, համացանցային կրթություն ստանալու համար, համաժողովներ, կոնֆերանսներ, տրեյնինգներ վարելու, մասնակցելու, ուսուցման նոր կուրս ընտրելու լավագույն ժամանակահատվածներ են։ Ես դրական օր եմ տեսնում այսպես 4-ին եւ 5-ին ձկների կենդանակերպում եւ այդ լուսնի դիրքը գեղեցիկ դիրքավորում ունի այնտեղից Յուպիտերի հետ, խեցգետնի կենդանակերպում, այո, այն տալիս է հնարավորություն հոգևոր դաշտը ապահովելու, հոգեկան առողջությունը, կարող եք հաճախել հոգեբանների, կարող եք կնունկ, ծնունդ, հա, կարող եք այդ